Սիրելիներս ողջույն բոլորին եւ իհարկե բարի գալուստում YouTube-յան տեսարի բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ։ Այսօր մեր վլոգը մի քիչ տոնական սկիզբ է ունենալու։ Իհարկե ամբողջ վլոգը հենց այս թեմային նվիրված չի լինի, կարծում եմ, որովհետեւ շատ կադրեր չեմ ֆիքսի հաստատ, բայց այսօր մեր Էմինի ծնունդն է, Էմինը դարձավ 10 տարեկան։ Ես եկել եմ Արնոյի հետևից պարտեզ, որ բոլորով սիրուն տեղ գնանք։ Denizde. Այսօր հրաժեշտ կտանք ատամիդ։ Պուչի կամնացել։ Այս անգամ ճանապարհը մեզ տանում է Կոտայքի մարզ, իսկ ավելի կոնկրետ Հատիս լեռան լանջերին մի հրաշալի վայր եմ գտել, որտեղ կա Rainbow Slider։ Ովքեր չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Rainbow Slider-ը, հաջորդ կադրերում ինքներդ էլ կտեսնեք։ Կարծում եմ վերջին տարիներին է ավելի շատ տարածվել Հայաստանում, վերջերս գովազդով ինձ մոտ շատ հաճախ էր բերում, բայց որը նայում էի, բավականին հեռու էր Իջևանի, Դիլիջանի կողմերը, իսկ այս պահին գիտեք, որ ինձ երկար ճանապարհ գնալ հաստատ չի կարելի, ու շատ ուրախացա, որ գտա տեղ Երևանին բավականին մոտ 28-30 կիլոմետր է երևի, թե Երևանից հեռու։ Մի խոսքով Էմինի ծնունդը հիանալի առիթ հանդիսացավ երեխաներին ուրախացնելու, ու մենք ճանապարհ ընկանք։ Իմ ալիքի հին հետևորդները հաստատ նկատած կլինեն, որ մենք մեր երեխաների ծնունդները նշում ենք միայն ընտանիքով ու սովորաբար գնում ենք մեր երկրի որևէ գեղեցիկ վայր բացահայտելու։ Դա մեզ համար արդեն ընտանեկան ավանդույթ է դարձել ու մենք այն շատ կարևորում ենք։ Իսկ բարեկամների, ընկերների հետ փոքրիկ հավաքույթներ կազմակերպում ենք ծնունդի հաջորդ օրը կամ առաջիկա ոչ աշխատանքային օրերը։ Ահա եւ այն վայրը, որի մասին պատմում էի, կարծիքով վերջում կկիսվա։ Ո՞նց էր։ Շատ հավես։ Էմ հավես էր։ Կարակ սարեք, պուչիկով էլի։ Պապան ասաց։ Ջոգի է Բայց դա էլ է հավես։ Բայց ուր Հայ իջնես, հա բարձրանաս։ Ձմեռ ես կողքը, արդեն ձյան ինքը սահադաշտ է։ Հասես լստում եք։ Դուք եք լստում ձյունը, դե այդքան չի լստվի, չէ՞։ Լուրջ ես ասում։ Պին բռնվի։ Կարճ Rainbow Slider-ը մենք գնահատում ենք 10-ից 10, որովհետև երեխեքը մի երկու անգամ հավեսով իջան բարձրացան ու դեռ էլի էին ուզում։ Բայց նաև արդեն հոգնել էին ու հաջորդ քայլը ռեստորանում համեղ սնվելն էր։ Արա հələ նայեք ինչ թույն բան են սարքել, տղեկ, Արնո։ Արա մեկը էտրանով չէ, ցնում ես։ Ես իմ փուչու ժամանակը երազանքն է եղել։ Պրիմիտիվ շատ պրիմիտիվ, բայց հետաքրքիր է։ Նամանավանդ մեծերի համար, ես իմ փուչը չի հասկանում։ Լավ է, դե Արնո, թե գաստեր նստես։ Լավ է։ Դե լավ է։ Ոյ, առողջ։ Սորակերոջ։ Ոյ, քեզ շնորհակալություն իմ լույս։ Մենք մեր պատվերը արեցինք, ու ինչ պատրաստ կլինեն ուտեստները։ Եկանք ես խաղալու տեղը, որովհետև երեխեքը շատ էին հավանել։ Գնում ես սղաս։
Այստեղ իրենց ինստագրամյան էջի կոնտակտային տվյալները կթողնեմ, որովհետև տեղը շատ հավես է ու շատ հավանել ենք, երեխեքն էլ են շատ հավանել, սիրով կկիսվեմ ձեզ հետ նաև, կարող եք գալ ու լավ ընտանեկան ժամանց անցկացնել։ It's production. Ինքը սխտորով բան է ոնց որ։ Եվս մեկ սիրուն լավ օր ու լիքը դրական հիշողություններ մեզ հետ տանում ենք դեպի ապագա։ Շատ հավես անցավ, կարծում եմ Էմինս գոհ է, Էմին։ Ուր ես։ Հələ արի ասա գոհ ես այսօրվա օրվանից։ Հավես էր քո համար, լավ անցավ ծնունդը։ Շատ լավ ժամանակ անցկացրինք, շատ հավես անցավ, շատ խաղաղ, ներդաշնակ, հանգիստ, միջավայրում, լիքը խոսեցինք, այն կողմից էլ կարա հա նստի։ Չէ, ասում էր փուշ ա մտել, հողքի մեջ, ոյ փուշ ա մտել, տեսնու, Էմինիս հետ դուրս ենք եկել, քանի որ իր ծննդյան օրը անցկացրինք քաղաքից դուրս, նվեր չէինք հասցրել իր համար գնել ուղի գլխարկդ կապիշոնը։ Հիմա դուրս ենք եկել, գնում ենք իր համար նվեր ընտրելու, ինքը արդեն որոշել է, որ ուզում է այդ նվերը գրախանութից լինի, որովհետև գիրք է ուզում իրեն, բայց դեռ հստակ չգիտի ինչ գիրք, դրա համար ինձ հետ եկա, որ գնանք միասին ընտրենք, ես էլ առաջարկեցի նաև մի երկու հագուստ, ինչ-որ նման բան վերցնել իրեն, հիմա գնում ենք, այս ընթացքում էլ տանը շատ բուրըն աշխատանքներ են կատարվում, որը անպայման ձեզ ցույց կտամ։ Ու մինչ մենք խանութում Էմինի համար նվեր ենք ընտրում, տանը շատ բուրըն աշխատանքներ են ընթանում, որովհետև պատրաստում ենք մեր փոքրիկ աղջնակի սենյակը, հավաքում ենք զգեստապահարանը, հետո պետք է սիրուն դասավորենք ու սենյակին գեղեցիկ տեսք տանք։ Այս անգամ երեխաներ հայտնվել ոչ միայն ուրիշ ժամանակում, այլ նաև ուրիշ Գրախանութներում բավականին երկար ժամանակ անցկացրինք, Էմինը շատ երկար գիրք էր ընտրում իր համար, ի վերջո ընտրեց Հարի Փոթերը ու արդեն պատկերացրեք, թե մեզ ինչ երկար ճանապարհ է սպասում, որովհետև սա դեռ առաջին մասն է ու հերթով պետքա ձեռք բերել բոլոր մասերը։ Իսկ ես շատ արագ ընտրեցի հագուստներ տղաների համար։ Այս կադրերը նկարում եմ վլոգը հրապարակելուց րոպեներ առաջ, իմ ալիքում երբևէ նման բան չի եղել, որ ես հենց նույն օրը նկարեմ վլոգ ու հենց նույն օրը րոպեներ հետո դուք տեսնեք այդ վլոգը, այնպես որ իմացեք, որ հիմա դուք նայում եք այն ինչի ինձ մոտը տեղի ա ունենում ընդամենը րոպեներ առաջ, բայց որոշեցի անպայման իմ կատարած գնումները ձեզ ցույց տալ ու նոր ավարտել վլոգը, երկու ցենց մեծ տոպրակ գնումներ ունեմ արած, որոնք հիմա պետք է ձեզ ցույց տամ։ Սա իմ դուրս գրման շորիկն է, որը ես կարծում եմ կլինի իմ հագով սենց երկար շորիկ է, այդ օրը արդեն ավելի սիրուն իր տեսքը կտեսնեք, երբ հագնեմ խակի կանաչի մեջ։ Ու դուրս գրումը լինելու է ընդհանուր այդ կանաչի երանգների մեջ, դրա համար բոլորին այդ երանգների մեջ ինչ-որ բան վերցրել եմ։ Սա վերցրել եմ Առնոյի համար, շատ սիրուն, մի քիչ հաստ ջինսից սառոչկա է, որ ինքը կարա հագնի և շապիկների վրայից որպես վերխ, և այսպես հենց կոչկած որպես սառոչկա։ Էլի նույն գույնների մեջ սա վերցրել եմ ամուսնուս համար, արդեն տեսքը ավելի սիրուն կտեսնեք այդ օրվա վլոգում դուրս գրման։
Ինձ ճանաչողները լավ գիտեն, թե ես ինչ կարգի թուլություն ունեմ նասկիների նկատմամբ ու երբեք չեմ կարողանում անտարբեր անցնել նասկիների կողքով, երբ գնում եմ մոլեր, վերցրել եմ նասկիներ Ադանի համար և սենց Միկի Մաուսիկով տարբերակ Առնոյի համար, հա այդ քոնն է, այս էլ Ադանինն է, Պիկաչույով Լավն է? Վերցրել եմ երկու սովորական սպորտային տաբատ Երկու սովորական սպորտային տաբատ Էմինի համար Եվ մեկ այսպիսի երկարաթև շապիկ Ումն է? Առնոյի համար Անցանք հաջող տոպրակին Այստեղ ինչ ունենք Էլի խակի կանաչ գույների մեջ վերնաշապիկ Ադանի համար Բայց այս վերնաշապիկի տարբերություն Առնոյի վերնաշապիկի մի քիչ ավելի բարակ որակ ունի Իմն ես բարակը Հա, քոնն էլ Շատ լավն է, չէ՞ քոնն էլ է լավը Այսպիսի վերխ Էմինի համար Բա էտ Էմինի համար Էմինի համար Տաբատներ Էմինի համար Ադանի համար Ադանի համար Էմինի Առնոյի համար Անորի համար Էմինինը արդեն պահարանում կախված է Նասկիներ Էմինի համար Սենց ինչ-որ կենթանիների գլուխները աղպեսիկ Եթե կհետաքրքրի ավելի մանրամասն իմ գնումներից որևէ մեկը, արժեքներ և այլն կարող եք գրել մեկնաբանություններում ու ներքևում ես կնշեմ արժեքներ Էտերումնա Սա Ադանինն է Էսե Ադանը կիսաթև ինձ նման, կիսաթև շապիկն է սիրում է անգամ ձմռանը հագնել, դրա համար իրեն միշտ վերցնում եմ կիսաթև Սա ամուսնուս համար ջինսից տաբատ Եվ այստեղ ունենք Մա էտ իմ համարա Քոննա Այսպիսի սիրուն աշնանային բոթասիկներ հետևելի սենց խակի կանաչ երանգներով Առնոյի համար Ես իմ կատարած գնումներից շատ գոհ եմ Կարծում եմ շատ ճաշակով սիրուն նուրբ գույների մեջ գնումներ եմ կատարել Գոհ եմ շատ Ու այ հիմա արդեն հանգիստ խղճով ձեզ ասում եմ առայժմ Մենք կհանդիպենք հաջորդ վլոգի շրջանակներում Ես այս պահին տանը հսկայական աշխատանքներ եմ ձեռնարկել մաքրման ու կարծում եմ հաջորդ վլոգը կլինի մեծ մաքրություն